Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն նախագահ, հիմա ճիշտ ժամանակն է քննարկելու ոչ միայն ժողովրդավարության վրա եղած ճնշումները, այլև հաստատությունների ունակությունը ձևավորելու իրական արդյունքներ արագ փոփոխվող եւ հակամարտությունների հակված աշխարհում։ Եվրոպական քաղաքական համայնքի գործարկումից ի վեր գլոբալ իրավիճակը դարձել է ավելի լարված եւ վեվերացված։ Կայուն խաղաղության եւ մեծացող բարեկեցության փոխարեն մենք ականատես ենք լինում ռիսկերի, բախումների եւ աշխարհակահաղական ցնցումների բազմապատկման։ Աշխարհն ավելի խաղաղ չէ եւ շատ վայրերում նույնիսկ բարեկամությունն է քաղաքականապես բարդացել։ Սա արտահայտում է ավելի մեծ մտահոգություն։ Հաստատությունները դժվարանում են կառավարել բարդությունները, աջակցել անցումային փուլերին եւ ամենակարևորը կանխել պառակտումն ու հակամարտությունները։ Երբ մենք ընդլայնում ենք ինստիտուցիոնալ հարթակները, պետք է ապահովենք, որ դրանք լինեն ոչ միայն ընդգրկուն, այլև արդյունավետ, խաղաղություն ու բարեկեցություն ապահովելու գործում։ Քաղաքացիներն իրավացի են, երբ ակնկալում են ոչ միայն կառույցներ, այլև բովանդակություն։ Եվ խնդիրը ոչ թե այդ կառույցների բացակայությունն է, այլ այն, որ դրանք այլևս չեն ձևավորում դրական արդյունքներ։ Հարգելի գործընկերներ, քննարկվող համագործակցությունից բխում է մի շարք առանցքային ակնկալիքներ։ Առաջին, Եվրոպայի խորհրդի ամենաթանկ ձեռքբերումն է մարդու իրավունքների պաշտպանության համաեվրոպական կոնվենցիոնալ համակարգը։ Այս համակարգի սկսված քայքայումը պետք է կանգնեցվի, իսկ դրա պահպանումը դառնա ռազմավարական առաքելություն։ Երկրորդ, էական է, որ այս համագործակցությունը նպաստի մայրցամաքում աճող ավտորիտար միտումների հակադարձմանը։ Ընտրությունը հստակ է, կամ դառնալ սկզբունքային եւ վճռական հարթակ այս միտմանը դիմակայելու հարցում կամ շարունակել ցավալի փոխզիջումները, որոնք միայն թուլացնում են ժողովրդավարական աշխարհը։ Երրորդ, այս համագործակցությունն առաջարկում է անկեղծ երկխոսության եզակի եւ ժամանակին համահունչ ձևաչափ հավասարների միջև անկախ Եվրամիության անդամակցության կարգավիճակից։ Այս ընդգրկուն միջավայրը հնարավորություն է տալիս իմաստալից մասնակցության եւ փոխադարձ ճանաչման համար։ Նման երկխոսությունը կարող է Եվրամիության անդամակցության տեխնացուներին մոտեցնել իրենց նպատակին, իսկ մյուսների համար խթանել եվրոպական երազանքի ավելի իրատեսական պատկերացումը համագործակցության, համերաշխության եւ ընդհանուր արժեքների հիման վրա։ Չորրորդ, ցանկացած համագործակցության առանցքում պետք է լինի խաղաղությունը։ Աշխարհում, որտեղ խաղաղության պակաս կա, այն պետք է վերականգնվի դիվանագիտության, իրավունքի գերակայության, վստահության եւ պատասխանատու առաջնորդության միջոցով։ Մեր տարածաշրջանների դեպքում, որտեղ առկա է բախումների վերսկսման վտանգ, խաղաղությունը պետք է կառուցվի նաև աշխարհակահաղական կայունության, հարևանների հետ արժանապատիվ երկխոսության, շահավետ տարածաշրջանային համագործակցության եւ ամենակարևորը աշխատող միջազգային երաշխիքների եւ վստահելի ազգային անվտանգության մեխանիզմների հիման վրա։ Պարոն նախագահ, կա պատմական անհրաժեշտություն շարունակելու մնալ խաղաղության ճարտարապետներ։ Հուսով եմ, որ այսօրվա քննարկումը կլինի ոչ միայն մտորումների, այլև վերանվիրումի պահ։ Շնորհակալություն։